Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1386-րդ օրն է, հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, արևելքն ու արևմուտքը բախվել են միմյանց և ձևավորում են նոր գծեր, երկրների խմբեր ու բլոկներ։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է դաշնային բյուջեի դեֆիցիտի տարվա ընթացքում զգալի աճի մասին, ըստ տվյալների ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում դեֆիցիտը աճել է գրեթե 12 անգամ և արդեն վստահորեն կարելի ասել, որ տնտեսական ճգնաժամը Պուտինին մղում է Չինաստանի գիրկը, իսկ Թրամփի քայլերը փորձ են հասցնել հեռացող ռուսական գնացքի վերջին վագոնին հասնել, ռուսական գնացքին, որը մեկնում է Չինաստան։ Միևնույն ժամանակ ուկրաինական բանակը հերքել է Ռուսաստանի հայտարարությունները Սևերսկի օկուպացիայի մասին, Պուտինյան ռեժիմը դեռ փորձում է իրեն ներկայացնել որպես հաղթող, երևի ռուսական հասարակության մեծ մասը դեռ հավատում է քարոզչությանը, թեև արդեն շատերը սկսել են արտահայտել իրենց անհամաձայնությունը և պաշտոնական ստերի բացահայտումը։ Հայտնի դարձավ, որ Պուտինի շքեղ ընդունելությունը Հնդկաստանում ընդամենը դեկորացիա է, իրականում Մոսկվայի համար իրավիճակը կտրուկ վատթարանում է և նա արագորեն կորցնում է իր դիրքերը։ Ժոզեփ Բորելի կարծիքով Ամերիկան մի քանի անգամ արդեն ապացուցել է, որ իր ազգային ուղեգիծը ուղղված է Եվրոպայի հետ դաշնակցական կապերի խզմանը, սակայն Եվրամիությունում չգիտես ինչու հրաժարվում են դա ընդունել։ Բորելի խոսքով թե Թրամփը, թե Ամերիկայի փոխնախագահ Դիվենսը բացահայտ արհամարհանք են ցուցաբերում Եվրոպայի նկատմամբ և ձգտում են թուլացնել Եվրամիությունը։ Իսկ Եվրամիությունը պատրաստ է շրջանցել Թրամփի ընկեր Օրբանին և անժամկետ սառեցնել մինչև 210 միլիարդ ռուսական ակտիվներ, դրա համար կօգտագործվեն արտակարգ լիազորություններ, որոնք թույլ կտան շրջանցել Օրբանի վետոն։ Սրա ֆոնին ԱՄՆ կոնգրեսում գրանցվել է օրենքի նախագիծ Ամերիկայի ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին։ Ուկրաինայի և Եվրոպայի կոշտ դիրքորոշման ֆոնին Վաշինգտոն Պոստը հրապարակել է խաղաղության պլանի ուրվագծերը, որոնք քննարկվում են Ամերիկայի, Ուկրաինայի և Եվրամիության հետ։ Հավանաբար նրանք ցանկանում են տեսնել դաշնակիցների արձագանքը, թեև Թրամփի ժամանակաշրջանում դաշնակից բառը արդեն արժեզրկվել է։ ՄԱԿ-ում հիշեցրել են, թե ով է սկսել պատերազմը Ուկրաինայում և ով կարող է այն ավարտել ավելի շուտ, քան Թրամփի ցանկացած այսպես կոչված խաղաղության պլան, իսկ Զելենսկին կտրուկ պատասխանելով Թրամփին, գնդակը նորից նետել է ամերիկյան, ավելի ճիշտ Թրամփի դաշտ, կապված Ուկրաինայի ընտրությունների հետ։ Ուզում եք ընտրություններ, ապահովեք անվտանգությունը, ես պատրաստ եմ։ Զելենսկին նույնիսկ ուկրաինացի պատգամավորներին հրահանգել է նոր օրինագիծ մշակել, որպեսզի հնարավոր դառնա պատերազմի ժամանակ ընտրությունները։ Զգում եք, չէ՞, որ տոնայնությունը փոխվում է Կիևի կողմից, սա այն է, ինչի մասին ես ասում էի։ Մենք շատ քաղաքավարի ընդունում ենք մեր դաշնակիցների ցանկացած գաղափար, բայց երբ որ մեր հանդեպ կորչում է adekvatությունը, մենք տալիս ենք համարժեք պատասխան։ Մինչ Արևմուտքը զբաղված է իր ներքին տարաձայնություններով, ռուսաստանցիներին զգուշացնում են, որ երկիրը սլանում է դեպի երկաթյա վարագույր և սնանկացած հետամնացություն, դեգրադացիա։ Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկությունները զանգվածաբար սկսել են ուշացնել աշխատողների աշխատավարձերը, ճգնաժամը խորանում է։ Բացի այդ, մի շարք տարածաշրջաններ այլևս չեն ցանկանում իրենց մարդկանց ուղարկել Ուկրաինայում վստահ մահվան, ինչ-որ բան սկսվում է շարժվել այն կողմում, там за поребриком։ Ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկյան փաստացի ընդունել է, որ երկիրը մոտենում է նոր երկաթյա վարագույրի, որտեղ տեխնոլոգիական մեկուսացումը կդառնա առօրյա իրականություն, իսկ ռազմաճակատում Ռուսաստանը կրկին կորցրել է իր 1000-ից ավելի վարձկան մարդասպաններին։ Մինչ եթերի այլ թեմաներին ու ռազմաճակատի լուրերին անցնել է, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Ինչպես միշտ ավելի շատ նորություններ եւ տեսանյութեր կան մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Մինչ Պուտինը Թրամփի հետ իր մանիպուլյացիաներով փորձում է ժամանակ շահել, նրա համար տարածությունը օրեցօր նեղանում է։ Չինաստանը վերցնում է իր օգուտը Ռուսաստանին, վերածելով բացահայտ վասալի, իսկ Հնդկաստանը փորձում է չգնալ Թրամփի դեմ, բայց միևնույն ժամանակ ցանկանում է շահույթ կորզել Պուտինի Ռուսաստանից։ Պուտինի այցը Դելի դարձավ առաջինը Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր, եւ թեև Հնդկաստանը ռուս դիկտատորին ընդունեց ջերմությամբ, ողջույնի գրկախառնությունների եւ կարմիր գորգերի հետևում, միևնույն է թաքնվում
հայտնված է Կրեմլի համար խնդրահարույց իրականություն, երկրների կապերը մոտենում են իրենց հնարավորությունների սահմանին, այս մասին գրում է Bloomberg-ը, վարչապետ Մոդին անձամբ դիմավորեց Պուտինին օդանավակայանում, առաջնորդները փոխանակվեցին գրկախառնություններով, իսկ պաշտոնական հայտարարություններում հարաբերությունները կրկին անվանվեցին հատուկ ռազմավարական գործընկերություն, բայց դա ընդամենը դիվանագիտական ցուցափեղկ էր, իրականում Հնդկաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը մտել է փակուղի, ինչու՞, դե քանի որ Մոսկվան եւ Դելին գրեթե ոչինչով չեն կարող օգտակար լինել միմյանց, Ռուսաստանը գալիս է Հնդկաստան մեծ տիրություն դիրժավա պատկերը պահպանելու պատրանքով, իսկ Հնդկաստանը օգտագործում է Կրեմլին որպես ապահովագրություն Չինաստանի եւ Արևմուտքի չափազանց մեծ ճնշումից։ Արդյունքում Ռուսաստանը ավելի ու ավելի է դառնում երրորդ կարգի տարածաշրջանային երկիր։ Սամիտի միակ ձայնեղ արդյունքը եղավ Ռուսաստանի ատոմային սուզանավի վարձակալումը Հնդկաստանի կողմից $2 միլիարդ, բայց այդ գործարքն էլ պարզվեց, որ հին էր, փոշոտված 2019 թվականի պայմանագիրը, որը պարզապես հանեցին դարակից Պուտինի այցից առաջ։ Ռազմական գործընկերության գլխավոր խնդիրը մնում է նույնը, Ռուսաստանը խախտում է մատակարարումների ժամկետները, Հնդկաստանի բանակը մինչ օրս չի ստացել պատվիրած 5 S-400 համակարգերից երկուսը, պահեստամասեր չեն մատակարարվում, գները բարձրանում են, լոգիստիկան քայքայվում է պատերազմով, դե Հնդկաստանն էլ իր պատերազմն ուներ եւ Պակիստանը առիթ օգտագործելով պատժեց Հնդկաստանին։ Դելիում հրաշալի հասկանում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը ամբողջությամբ ծանրաբեռնված է Ուկրաինայի դեմ պատերազմով եւ անկարող է կատարել պարտավորությունները։ Վստահությունը 0 է։ Նյու Դելին արագ անցնում է կատարում գնումների Ամերիկայից, Ֆրանսիայից եւ Իսրայելից, իսկ պաշտպանական ծրագրերը տեղափոխումը Make in India ձևաչափի, նույնիսկ միգրացիոն հարցը դարձել է թունավոր, Հնդկաստանում աճում է անհանգստությունը այն մասին, որ երիտասարդ հնդիկներին խոստանում են աշխատանք Ռուսաստանում, բայց հետո ուղարկում են Ուկրաինայի դեմ պատերազմելու։ Նավթի մատակարարումները վերջին տարիների հարաբերությունների հիմքը նույնպես դադարել են լինել շահավետ։ Ռուսաստանը ոչինչ չի գնում Հնդկաստանից, իսկ դոլարով վճարելը գնալով ավելի դժվար է դառնում պատժամիջոցների պատճառով։ Արդյունքում առևտուրը փլուզվում է, բայց թե Մոսկվայի, թե Դելիի համար կարևոր է աշխարհին ցույց տալ, որ նրանք կախված չեն Պեկինից կամ Վաշինգտոնից։ Պուտինը փորձում է ցույց տալ չինացիներին, որ Ռուսաստանը այլընտրանքներ ունի, Հնդկաստանն էլ օգտագործում է պահը հիշեցնելով Արևմուտքին, եթե ուզում եք մեզ պահել ձեր կողմում, աշխատեք ավելի լավ։ Երկուսն էլ ռիսկի են գնում։ Գործընկերությունը հասել է սահմանին, դա պրիդելը։ Bloomberg-ը շեշտում է, որ Ռուսաստանը չի կարող Հնդկաստանին տալ տնտեսական աճ եւ տեխնոլոգիաներ, իսկ Հնդկաստանը չի կարող Ռուսաստանին տալ շուկաներ եւ գումար մահացող տնտեսությունը վերակենդանացնելու համար։ Արդյունքում նրանց հարաբերությունները գնալով ավելի քիչ են նմանվում իրական համագործակցության եւ ավելի շատ դիվանագիտական դեկորացիայի, ստեղծած արտաքին ազդեցության եւ Չինաստանին ուղերձ ուղարկելու համար։ Դեգրադացվող Ռուսաստանին դժվար է մնալ լուրջ գործընկեր, նույնիսկ միջին երկրների համար էլ չասած Հնդկաստանի նման խոշորների։ Կրեմլյան աշտարակների միջև հակամարտությունների պատճառով Պուտինին լքում են նրա երբեմնի մոտիկ ընկերները։ Այժմ նրանք Ռուսաստանում գտնվելուց ավելի հաճախ լինում են արտերկրում, իրենց համար ելք են փնտրում Պուտինի ստեղծած փակուղուց։ Ռուս օլիգարխներն ու ձեռնարկատերերը քննադատում են Կրեմլին տնտեսությունը ոչնչացնելու համար եւ կանխատեսում են Ռուսաստանի տեխնոլոգիական դեգրադացիա։ Բացի տնտեսական եւ ֆինանսական խնդիրներից շարունակվում է հասարակության եւ ազատության գործիքների նկատմամբ խիստ վերահսկողության հաստատումը, օրինակ նույն ինտերնետի վրա։ Ռուսաստանում վերացնում են բջջային ինտերնետը, արգելափակում են արևմտյան ռեսուրսները, որոնք իշխանության վերահսկողության տակ չեն գտնվում։ Օգտատերերին զանգվածաբար տեղափոխում են պետական Max Messenger, որը հավաքում է իր օգտատերերի տվյալները։ Փաստացի Ռուսաստանը արագացված տեմպերով կառուցում է իր սեփական թվային գուլագը եւ ինչպես երևում է, սա սկսում է անհանգստացնել անգամ կրեմլյան էլիտային։ Իսկ ինչ անում Արևմուտքը։ Արևմուտքը շոկի մեջ է Թրամփի տատանվող քաղաքականությունից եւ փորձում է ժամանակ շահել իր ինքնավարությունը ամրապնդելու համար, եւ եթե Ամերիկան դուրս գա ՆԱՏՕ-ից, ապա բլոկի տրանսֆորմացիան կամ նորի ստեղծումը կդառնա Եվրոպայի եւ տարբեր մայրցամաքների գործընկերների համար նոր խնդիր։ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեփ Բորելը իր սոցիալական ցանցերում կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Թրամփին եւ հայտարարել, որ ամերիկյան վարչակազմը փաստացի հայտարարել է քաղաքական պատերազմ Եվրոպական միության
դեմ։ Պոլիտիկոյին տված հարցազրույցին Թրամփը հայտարարել է, որ ինքը չի լքի Ուկրաինային, գովել է ուկրաինացի բանակի տոկունությունը, բայց շարունակում է ճնշումը Կիևի վրա։ Ես հարգանքից ելնելով ամերիկյան գործընկերների հանդեպ դեռ չեմ դասակարգում Թրամփին պուտինիստների շարքում, բայց նա ինքն է ամեն ինչ անում դրա համար։ Թրամփը դարձել է արևմուտքի համար օտար եւ սա չի կարող հետևանքներ չունենալ։ Նա վերածվել է պուտինյան կողմնակիցների համար թեզերի գեներատոր, իսկ արևմուտքի համար նոր խնդիր։ Financial Times-ի տվյալներով Եվրամիությունը պատրաստ է շտապ ընդունել որոշում Ռուսաստանի պետական ակտիվների անժամկետ սառեցման մասին, ընդհանուր մինչև 210 միլիարդ գումարով։ Գլխավորն այն է, որ սա ցանկանում են անել հաշվի չառնելով Հունգարիայի դիրքորոշումը, օգտագործելով արտակարգ լիազորությունների մեխանիզմը, որը նախատեսված է Եվրամիության պայմանագրերի 122-րդ հոդվածով։ Փաստացի սկսվել է Եվրամիության տրանսֆորմացիան, իսկ հաջորդ տրամաբանական քայլը ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիան է։ Արևմուտքը հիշեցնում է Թրամփին ու Պուտինին, որ Ուկրաինան պատերազմ չի սկսել, բայց ցավոք հենց Ուկրաինան է, որ ում փորձում են ճնշել հակամարտությունը ավարտելու համար, մինչդեռ Ռուսաստանը միայն ուժեղացնում է հրետանային հարձակումները։ Օրինակ, պաշտոնական տվյալներով ապրիլից սպանվել է 1850 ուկրաինացի խաղաղ բնակիչ, մարդու իրավունքների այս փաստերը դեկտեմբերի 9-ին փոխանցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Ջեյմս Քարիուկին։ Այս պատերազմը սկսել է Պուտինը, նա կարող էր այն ավարտել առանց որևէ Թրամփի պլանի, անմիջապես դադարեցնելով իր լայնածավալ ներխուժումը, շեշտել է դիվանագետը։ Կարծում եմ մեր լսարանին դուր եկավ Զելենսկու քայլը, ով պատասխանելով Թրամփի հայտարարություններին Ուկրաինայում ընտրությունների մասին, ասաց, որ ինքը պատրաստ է, պարզապես Թրամփը պետք է խաղաղություն ապահովի։ Թրամփը չի ստանում Ուկրաինայից զիջումներ եւ սկսում է կրկնել պուտինյան թեզը Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին, հույս ունենալով, որ երկրի նոր ղեկավարը կլինի ավելի զիջող մարդ, քան Զելենսկին։ Իսկ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ընտրություններ, նույնիսկ փոփոխել օրենսդրությունը դրա համար, բայց դրա համար Թրամփը պետք է ապահովի Ուկրաինայում խաղաղություն։ Թրամփը ցանկանում էր Զելենսկուն ծանր իրավիճակում դնել, իսկ մեր նախագահը իր հերթին ել ավելի բարդացրեց իրավիճակը հենց Թրամփի համար։ Թրամփի հեղինակության ամենօրյա կորուստը այլևս թաքցնել հնարավոր չէ։ Նրա նկատմամբ ավելի շատ վերաբերվում են սարկազմով, քան հարգանքով։ Իմիջիայլոց Թայլանդի եւ Կամբոջայի միջև կրկին պատերազմ է բռնկվել, եթե հիշում եք, Թրամփը ասում էր, որ ինքը այդ պատերազմը դադարեցրել է, այսպես էլ ինֆլյացիայի ենթարկվում նրա հեղինակությունը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 177 մարտական բախում, ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 1010 օկուպանտ։ Ուկրաինական ուժերը նաև չեզոքացրել են օկուպացիոն ուժերին պատկանող բազում զինտեխնիկա, այդ թվում 1 տանկ, 1 զրահամեքենա, 25 հրետանային համակարգ, 177 դրոն, 107 տրանսպորտային միջոց եւ հատուկ նշանակության մեքենա։ Ամենաշատ մարտական բախումները արձանագրվել են Պոկրովսկում, դրանք 48-ն են, իսկ Ալեքսանդրովսկի ուղղությամբ եղել է 17 բախում, Կուրսկի Սումի ուղղությամբ տեղի ունեցել ընդամենը 1 մարտ, Կոնստանտինովկայի ուղղությամբ եղել է 22 մարտական բախում, իսկ Լիմանի ուղղությամբ 16 մարտական բախում։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմել է արդեն 1,183,620 ռուս օկուպանտ։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, լուրերը շատ են, հիշեցնեմ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք օգտվել մեր տելեգրամյան ալիքից, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, այսօրվա համար այսքանը, հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ նորություններով, բարով մնաք։